Այսօր ապրիլի 1-ն է եւ շատերն են այսօրը ասոցացնում Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հետ այն առումով, որ սուտ են խոսում, խաբում են։ Դուք ինչ կարծիք ունեք այս մասով։ Ճիշտն ասած, կուզեի ասեի սուտ են խոսում, բայց կարծում եմ իրանք շատ լավ էլ մտածված, ծրագրավորած, ամեն ինչ դասավորված անում են։ Ոչ մի բան սխալ չեն անում։ Ինչ ծրագիր ունեն, այն էլ անում են։ Հիմա ով չի սուտ ասում, որ բոլորն են ստում։ Այդ ապրիլի 1-ն է դրա մարեք, այդ հարցը տալի։ Դե հա։ Մի сուտ ասել ապրիլի 1-ին սաղ սուտ են ասում։ Դե ճիշտ են ասում, ստում ու խափում է։ Այդքան բան։ У меня противоположное мнение об этом человеке. Տեսեք, այսօր ապրիլի 1-ն է եւ շատերը այսօրը նույնացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա սուտ խոսալու եւ խաբելու հետ։ Ինչ եք կարծում դա։ Իր օրն է, խաբելու օրն։ Իսկ կարող եք նշել մի այնպիսի սուտ, որ ասել է ու չի արել։ Ճիշտ չի ասել, ինչ էլ ասել է սուտ։ 99%-ով այո։ Նույնն էլ ես պետք է ասեմ, էլի, բան չունեմ ասել։ No comments։ Կարող եք նշել մի այնպիսի սուտ, որ ասել է Փաշինյանը եւ չի կատարել։ Դե ինչ ասել է սուտը, այդ որն է ճիշտ եղել, որ։ Ինչ էլ ասել է սուտը, ասել ու չի կատարել։ Աննորություն չի։ Ելնելով իրավիճակը, բնակիչների ապրելակերպը, թանկացումները, մյուսը, երկրի հողերը վաճառելը, գտնում եմ, որ սուտ է։ Իր ամեն ասածը, զարթնած ամեն ասած խոսքը սուտ է։ Ժողովուրդը պետք է չհասներ այս օրին, երկիրը չպետք է հասներ այս վիճակին։ Трудно человеку. Я не могу о нем говорить отрицательно. Բայց կարող եք ասել մի այնպիսի սուտ, որ ասել է Փաշինյանը եւ չի արել։ Հա, որ ապագա կա, որ ասեք կանենք։ Չեմ տենում ես ասենք ապագայում լավ բան, ճիշտը որ ասեմ։ Երեխեք ջան, անենց եմ զզվում իրանից, դեմքը չեմ ուզում նայեմ, բառ չեմ ուզում հետը խոսամ, չգիտեմ, անունը անգամ չեմ ուզում լսեմ, այդքան չգիտեմ ինչ ասեմ։ Համար 1 թուրք, համար 1 զզվանք, ուրիշ ոչ մի բան չունեմ ասել։